Բարև ձեզ, եթերում բանաձև նախագիծն թվում է ցեղասպանությունից հետո եւ Հայաստանի անկախացումից հետո սիրիահայերի խնդիրը թիվ 1 խնդիրն է դարձել բոլորի համար հոգալու սիրիահայ համայնքի խնդիրները, մարտահրավերները եւ նրանց կենաց ու մահու պայքարը։ Սա թերևս նաեւ մարտահրավեր է հայկական բարեգործական ընկերություններին ստուգաբանություն, թե ինչպես օպերատիվ նրանք կարող են արձագանքել, հաշվի առնելով եւ անցյալի գործը եւ նաեւ անցյալի սխալները։ Ինչպես փրկել սիրիահայությանը, այս մասն ենք խոսելու։ Աշխարհի հայեր միավորվել, ով կմտածեր, որ 21-րդ դարում մեր ազգի գլխավոր գերխնդիրը դեռ շարունակելու է մնալ ազգապահպանությունը, մնալ կենդանի պահպանել համայնքը եւ հոգ տանել հայ փախստականների մասին։ Թվում էր սա անցյալումը մինչդեռ դարձել է մեր ներկան ու խիստ շոշափելի ապագան։ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով այսօր սիրիահայությունը կանգնած է նոր մարտահրավերների, իսկ համայն հայությունը նորից համախմբվելու հրամայականի առաջ։ Ինչպես եւ ում օգնել, ինչ օգնություն ցուցաբերել եւ որ մարդասիրական խողովակներով։ Ինչպես համախմբել սիրիահայության օգնությունը մեկ ընդհանուր տրամաբանության եւ գործողությունների ներքո սիրիահայության փրկության բանաձև։ Եվ այսպես սիրիահայության մասին այսօր խոսելու ենք հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակոբյանի հետ։ Բարի երեկո, պարոն Յակոբյան։ Հերոսադիտողներին տեղեկացնեմ, որ այսօրերին տեղի ունենում նաեւ AGBU-ի կամ հայկական բարեգործական ընդհանուր միության տարեկան ժողովը, որտեղ որ քննարկվում են արված աշխատանքը եւ նաեւ արդեն նախանշվում են անելիք աշխատանքները եւ ես ճիշտ եմ հասկանում պարոն Յակոբյան, որ ըստեյության այս ժողովի գործողությունների մեծ մասը բխում է հենց սիրիահայության կարիքներից։ Այո, անկասկած, որ Սիրիայի մեջ աստեպքերուն պատճառով սիրիահայությունն ալ բավական քեշ վիճակի գենթարգվի, ուրեմն հայկական բարեգործական ընդհանուր միության կարևոր գեդերը մեկը, որը պիտի քննարկվի մեր 87-րդ ընդհանուր ժողովի ընթացքին, հենց այս հարցն է, եւ մենք ուրեմն հայկական իբր միություն այս գործին լծված ենք լա Սուրիո մեջ, լա Հայաստանի մեջ, դարբեր ուղղություններով, որովհետև ինչպես գիտեք, բավականին մեծ թիվով հայեր արդեն եկած են ապաստան գտնելու Հայաստան։ Պարոն Յակոբյան, դուք Սիրիայից եք եւ Դամասկոսում եք ապրում։ Այո։ Ինչի կարիք ունի սիրիահայ համայնքը ըստ առաջնահերթությունների, թիվ 1-ը որն է։ Գիտեք ինչ է, խնդիրը այն է, որ օրս օր վիճակը անքան արագ է փոխվում, որ մենք չենք կրնար կանխատեսել, թե ինչի կարիք ունի։ Ուրեմն պետք է մենք սցենարիոներ պատրաստ ունենանք մեր ցերքին տակը, որուն որևէ մեկ սցենարիոյի բարակային մենք արդեն նախադեսած ենք առնվելիք քայլերը։ Հենց հիմա։ Հենց հիմա մենք ուրեմն առաջին քայլը, որ առնվեցավ բոլոր սիրիահայության կողմեն, մարմինը ստեղծվեցավ, որոնը անունը տրվեցավ Սուրիահայ շտաբ օգնության մարմին, ուր կներկայացվեին բոլոր միությունները, գուսակցությունները, հոյիտան կա, բոլոր ամեն գուսակցությունները կան, առաքելական եկեղեցի, կաթողիկ եկեղեցի եւ ավետարանական եկեղեցի, բոլորը ներկայացված են, անշուշտ մեր բարեգործական մենք ունենք մեր ներկայացուցիչը։ Ան մարմինեն նորեն նիփխած է երկու մարմին, մեկը Հալեբի մեջ, իսկ մյուսը Դամասկոսի մեջ, գլխավորությամբ առաջնորդներու, Հալեբի առաջնորդի եւ Դամասկոսի առաջնորդի, նույն մասնագետներու մարմինի մեջ նույն մասնագետները արդեն կան։ Եվ այս մարմիններն են, որ ըստ գաղութի պայմաններուն կորոշեն առաջնահերթ քայլերը, որ պետք է առնվին գաղութին իննբաստ օգնություն հասցնելու համար։ Հասկանալի է, որ գլխավոր խնդիրը դա առաջին հերթի, եթե գլոբալ նայենք, դա մարդկանց անվտանգությունն է, բայց դա շահկապված է նաև սիրիացիների հետ, այսինքն մենք չենք այդ երկրում բոլորը քաղաքացիներ են եւ պարզը որ եթե անվտանգ է, ապա անվտանգ է բոլորի համար։ Երկրորդ հարցը, որ շատ երկար ժամանակ Հայաստանում քննարկվում էր, հետեւյալն է. օգնել սիրիահայերին տեղում, թե նրանց, ովքեր փորձում են վերադառնալ կամ գալ հայրենիք։ Մի կողմից նրանք, ովքեր գալիս են Հայաստան, անշուշտ օգնության կարիք ունեն, որտեղ մարդիկ թողել են ավերակ երկիր, ունեցվածքը գալիս են այստեղ
համարյա փախստականի կարգավիճակով եւ որպես եղբայր նրանց օգնում ենք, բայց մյուս կողմից մի տեսակ դժվար է պաշտոնապես դա ասել, որովհետեւ դա կարող է որոշակի առումով խոսել Սիրիայի իշխանությանը, այն իմաստով, որ չէ որ դու հատվածաբար փրկում ես քո էթնիկ համայնքին, բայց չէ որ նրանք էլ են քաղաքացիներ, ինչպես մյուսները։ Որն է դեր դիրքորոշումը։ Հիմա անկասկած որ Սիրիահայերը որ գտնվին այսօր Սուրիո մեջ, իրենք մահու գենաց արչև գտնվին։ Իսկ անհայերը որ արդեն Հայաստանում են, քիչ թե շատ ապահով են, մանավանդ ես որ արդեն քանի շաբաթ հոս եմ վարվելա գերբը եւ վարմունքը, այսինքն Հայաստանի ժողովրդին Սիրիահայերու հանդեպ անքան ազնվական է, որ արդեն քեզի վստահություն կտա, որ այս շատ դժվար բարականերու չենք սպասել, որ ենթագավին Սիրիահայերը։ Նույնիսկ ընտանիքներ, նույնիսկ ոչ շատ բարեկեցիկ ընտանիքներ իրենց օգնությունը հայտնած են Սիրիահայերուն։ Կալով ուրեմն Սուրիո մեջ գտնվող հայերուն մասին, անշուշտ հոնդեղը նախ շատ նուրբ հարց մնե, եւ մենք միշտ կսենք, որ մենք նախ եւ առաջ սուրիացի ենք, որ ունենք հայ արմատներ։ Անոր համար շատ զգուշ պետք է լալ մոդեցումը այլ երկիրներու, որը պիտի ուզեին օգնություն ցուցաբերել դարբեր Սիրիայի ժողովրդի դարբեր բաժիններուն, իմիջայլոց հայերը։ Այսինքն պետք է շատ խելացի ցևով մոդենանք, կան ցևերը շատ կան։ Ասացեք խնդրեմ, ժամանակ առ ժամանակ սպրտում են լուրեր այն մասին, որ ընդդիմությունը սպառնում է քրիստոնյա համայնքին կամ հայկական համայնքին։ Սա ավելի շատ, այսպես ասած, թուրքական ռոպագանդա է, թե կա այդպիսի մտայնություն եւ համայնքը, այսպես ասած, հայտնվել է իշխանության եւ ընդդիմության արանքում եւ չգիտի ինչ դիրքորոշում ընդունել։ Հիմա անկասկած թե երկու կողմերը կփորձեն հայերուն քաշել իրենց կողմը, չնայած որ հայերուն թիվը այնքան շատ չէ, Սիրիայի մեջ այսօր ունենք մոտավորապես 90,000 հայեր, համեմատաբար Սիրիայի բնակչության ոչինչ է, բայց երկու կողմերը կուզեն սիրաշահել հայերը իրենց կողքին, որովհետև դարիներու ընթացքին հայերը Սիրիայի քաղաքներուն մեջ շատ մեծ ներդրումներ ունեցած են, ըլլա մշակութային, ըլլա տնտեսական, բոլոր ոլորտներում մեջ եւ Սիրիահայերը եղած են դիբար քաղաքացիներ, անգախ որևէ մեկ պոլիտիկ ուղղություններուն, եղած են դիբար քաղաքացիներ, օրինագելի քաղաքացիներ եղած են։ Բայց այս լուրերը որ ելան, որ ինչ սպառնալիք հայտարարած է հայերուն թեմ, ես կգարձեմ, որ դժբախտաբար աս ինտերնետի նետվորքի միջոցով անհատներ գրնալալ 1-2 անհատ, եթե իր Facebook-ին վրա գրած է մի վիրավորիչ արտահայտություններ այս կամ այն կողմին, գրնան ան գոմը ասիգա վերակրել բոլոր մի քաղաքությունը եւ գրնան ասանք արտահայտություններ մեջ ելնել, բայց կգարձեմ, որ ասիգա շատ սահմանափակ եւ ընդհանրացած մեկ երևույթ չէ։ Ինչպես է եկել Երևան։ Օթանավով, արմավիայով, Բեյրութի ջամփով։ Բեյրութով, իսկ մինչև Բեյրութ։ Օթոյով, Դամասկոսեն Բեյրութ, մեքենայով։ Մեքենայով, այո։ Պարոն Յակոբյան, հասկանալի է, որ Սիրիայի պատերազմը շուտ ավարտ չի ունենա, սա շատ ավելի երկարաժամկետ էր, քան ցանկանում էր Արևմուտքը եւ շատ ավելի երկար էր, քան նույնիսկ Սիրիան էր ցանկանում, երկու կողմերն էլ ի վերջո։ Որն է մեր այսպես ասած երկարաժամկետ գերխնդիրը։ Ի վերջո մենք ունենք շատ ներկայացչական համայնք, որը գնալով նոսրանում է։ Երկու ուղի կա, հա, առաջինը, որ փորձել պահպանել համայնքը, երկրորդը, եթե կա արտագաղթ համայնքից, ապա թող դա լինի դեպի Հայաստան։
Ես ճիշտ եմ ձևակերպում frame տալիս այն, այսպես ասած, այո, այսինքն ասալ ուրիշ նուրբ հարց մնե, որովհետև նախ հայերը Սուրիո մեջ ունեն երկար պատմություն, նույնիսկ ցեղասպանութենեն առաջ հայերը Սուրիայի մեջ ներկայություն ունին եւ բավական հին քաղուտ ստեղծած են։ Եվ հետևաբար հայերը Սուրիո մեջ ունին բավականի մեծ հարստություններ, լա ընտանեկան հարստություններ, լա քաղաքային հարստություններ, ունինք եկեղեցիներ, ունինք մշակույթի կենտրոններ, դպրոցներ եւ այլն։ Այսինքն թյուրին չէ ասել, որ այո, որոշեցինք, որ հայերը այլևս վերջագետ մտնենք Սուրիային ելնենք երթանք։ Նախ շատերը չեն փափակիր, որովհետև ան կյանքի մեջ շահված են եւ ուրիշ դեր չեն պատկերացնել ապրիլ եւ հույսով են, որ այս վիճակը շուտով կվերջանա եւ իրենք կվերադառնան իրենց նորմալ կյանքին։ Ուրեմն անիկա նախ շատ մեծ բան է։ Իսկ անոնք, որոնք որոշած են ելնել Սիրիայեն, անշուշտ եթե իբր հայ պիտի մտածենք, նախընտրելի պիտի լա, որ իրենք կան Հայաստան, եթե գրնան անշուշտ իրենց տրամակլուխով, իրենք ինչ որ ունին եւ սկսին նոր կյանքը գերդել հայրենիքի մեջ։ Պարոն Յակոբյան, ասացեք ընտրեմ, ինչպես ընդհանրապես կյանքը հիմա Սիրիայում։ Մենք միայն հաղորդում ենք պատերազմների եւ այս քաղաքը գրավելու, այն քաղաքը գրավելու, իսկ ներքին կյանքը ինչպես է։ Քաղաք շատ կդարբերի։ Սեբենք թե ուրեմն Հոմսի մեջ մենք ունեինք մոտավորապես 110 հայ ընտանիք, այսօր միայն 4 ընտանիք մնացած է Հոմս քաղաքի մեջ։ Քաղաքը ավերված է։ Քաղաքին մեկ մասը ավերված է, բայց ուրեմն անապահովության պատճառով ընտանիքները կացած են ուրիշ այլ քաղաքներ Սուրիո մեջ, կամ Լիբանան, կամ Հայաստան, կամ եթե ուրիշ դեր ընտանիք ունին, կամ թյուրություններ ունին Եվրոպա կամ Ամերիկա երթալ։ Բայց Հոմսի բարական այն է։ Դամասկոսի վիճակը գարձեմ թե ամենեն հանդարտն է մինչև հիմա։ Մեծ թիվով արդակախտ դեր չնկատեցինք, չնայած որ մենք, այսինքն լա մեր միության միջոցով, լա եկեղեցի առաջնորդարանի միջոցով կփորձենք հետևել թե ինչ է վիճակը։ Դամասկոսի վիճակը թերևս հանդարտ է, բայց Հալեբ բավականին անապահով է։ Գործարանները, խանութները աշխատում են։ Հալեբի մեջ շատ հազվագույթ, որ գործարանները մանավանդ եթե գործարանները կգտնվին Հալեբեն դուրս դակ Հալեբի հայ համայնքը ես ընդհատում եմ, որ որոշակի խնայողություններ ուներ, որոնք սպառել է արդեն։ Հիմա ինչպես է այնտեղ ապրում։ Անիգա արդեն մեր մտահոգությունը այդ է եւ առաջին ուրեմն մեր օգնությունները, որը սկսանք հայտարարել ընտանիքներուն, սնամթերք է։ Սնամթերք ընտանիքներուն, որ արդեն կորձ ունեին եւ քիչ չէ շատ բարեգեցիկ կյանք մգաբրեին, բայց եթե հաշվի առնենք, որ այս ընտանիքը 2 տարի է իվեր ոչինչ չէ գրծած աշխատել, ուրեմն իր բայեսները կորձած է եւ հիմա կգտնվի դժվար վիճակի։ Այսօր համեցներեք, չէ, բիցեի որ այսօր մինչև այսօր Հալեբի մեջ հայկական բարեգործական ընդհանուր միությունը բաժնած է ավելի քան 3000 ընտանիքի սնամթերքի դուփեր։ Դրանց կարիքը կար։ Անշուշտ։ Որտեղ բառացիորեն չունեն ոչինչ ուտելու։ Այո, շատ թիմումներ, այսինքն թիմումներ ներկայացվեցին միությունը եւ անշուշտ սերդվեցան, որ իսկապես այս ընտանիքը կարիք ունի եւ հետեւաբար կորոշվի, որ այս ընտանիքին այո, մյուս ընտանիքին թերևս կրնանք հետաձգել քալիկ ամիսը եւ այլն։ Պարոն Յակոբյան, դուք Սիրիայի ամենահայտնի հայ ընտանիքներից եք, ձեր ընտանեկան շինարարական բիզնեսը 1923 թվականից է։ Այո։ Ինչպես է բիզնեսն այսօր։
Ճիշտն ասած, բիզնեսը հիմա քիչ թե շատ կանգնած է, որով ընդհանրապես ան ծրագիրները, որ մենք կվերցնենք, կապված են ավելի կառավարական նախագծերի հետ կապված, այսինքն ճանապարհային, ասֆալտի ժամանակ չկա։ Հիմա այն պրոյեկտներուն ըստ երևույթին առաջնահերթությունը չկա, բայց անշուշտ մեր օֆիսները եւ մեր բոլոր գարոչությունները կբահենք եւ հույսով ենք, որ օրը կվերադառնանք եւ կշարունակենք։ Անշուշտ մենք կարող ենք խոսել նաև Սիրիայի քաղաքական զարգացումների մասին, բայց հասկանում եմ նաև ձեր զգայուն պաշտոնը այդ թեման մի քիչ ավելի ուշ ընդհանուր գծերով կխոսենք։ Ասացեք, խնդրեմ, ինչ է անում բարեգործականը հիմա եւ ինչ է անելու առաջիկայում։ Հասկանալի է, որ մարդիկ, որոնք դեռ կպած են իրենց հողին, չեն ուզում հեռանալ երկրից, խոսքը առաջի հերթին Հալեպի մասին է, չունեն գոյատևման միջոցներ ու ինչ եք պլանավորում անել, ինչ եք որոշելու իդեպ այս ժողովին, ընդհանուր ժողովին։ Ուրեմն հոփենտմենը գարձեմ թե առաջին գազམ་ագերբություններն եղավ անմիջապես ուրեմն գումար մեկթի տնելու Սիրիա հայերու օգնության համար 1 միլիոն ԱՄՆ եւ նույնադեն զուգահեռ հայտարարվեց ուրեմն օժանդակության հավաքելու համար նորեն նույն նպատակով։ Երկրորդ քիզին արդեն տրամահավաքը եւ գումարը անցած է $200,000։ Եվ այսօր մենք ուրեմն գշիրքի գտնենք բարեգործականի անելիքը թե ուր եւ ինչպես անպայման Սուրիո մեջ, ինչպես քիչ առաջ ասինք, Սուրիո մեջ գտնվող սուրիահայերը մահոգենացի արժև են, ուրեմն իրենք առաջին լայնին կամ առաջնահերթը իրենց կերտա։ Երկրորդ կան սիրիահայերը, որ արդեն եկած են Հայաստան, որոնք կարծեմ 5000 թիվի շուրջ են։ Ինչպես ասի, մենք բարեգործականի ներկայացուցիչ ունենք ընդհանուր մարմնի մեջ, բայց մենք զուգահեռ արդեն մեր միության միջոցով անմիջական աս դուփերը սնամթերքի, թեղավորայքի եւ այլն արդեն բաժնեցինք մոտ 3000 ընտանիքի։ Ուրիշ բավական ինչպես ասի սցենարիոներ թրած ենք եւ պատրաստություններ հրած ենք։ Հագարակ դեպքում, եթե ստիվինք մեր գետրոններում մեջ ընդունել հայեր, որոնք դեղափոխված են եւ դեղահանված են իրենց բնակարաններ, մեր գետրոնները ուրեմն ունեցանք հավելյալ ճուրի սիթերներ կամ ռեզերվուարներ, դիզել օյլի ռեզերվուարներ, Արժևնից ծմեր է գալիս եւ բավական կարեւոր նյութ է սառնարաններ թեղորայքի համար, եթե հիվանդներ պիտի ընդունենք, հատկացուցած ենք սենյակը, որ լա բուժարան, մեր երիտասարդները անցկացրեցին ուրեմն առաջին first aid-ի առաջին օգնության տրեյնինգ Եվ բայց հույսով ենք, որ ասամեն պատրաստությունը պետք չի լինի եւ չօգտագործենք, բայց մենք աս բոլորը արդեն պատրաստած ենք լա Հալեբի մեջ, լա Դամասկոսի մեջ։ Երկու քաղաքներուն ունենք մենք կետրոն եւ Թբրոց եւ երկու շենքերու մեջ աս բոլոր պատրաստությունները արդեն կատարած ենք։ Ինչու Թուրքիան ստուգեց մեր օդանավը ոչ թե ինչու ստուգեց, այլ պարզ էր, որ պետք է ստուգեր, որտեղ կար պայմանավորվածություն։ Ձեր տպավորությամբ ինչու այսպիսի քաղաքական շոյի վերածվեց, որ Էրդողանը ամեն հարցազրույցին մեկնոր սուտ է հորինում այդ առիթով։ Հիմա շիդագը ան թեփքին մանրամասնություններեն շատ դեյակ չեմ, բայց գիտեմ, որ ուրեմն մեր օդանավը ստուգած են, բայց ինչպես գիտենք, ամիսները ի վեր Թուրքիան բավականին խիստ մոդեցում ունի Սիրիայի հարցին եւ միան մոդեցում չէ, այլ միջամուխ գտարնա դարբեր ծևերով։ Ինձի համար շատ մեծ անագնկալը չէր, որ աս քայլին արնե, մանավանդ որ քանի օր առաջ երկու երկիրները
արգելեցին օդային տարածքով թռիչքներ անցնին։ Արդյոք Թուրքիան ի վերջո կհարձակվի Սիրիայի վրա եւ ինչպես դա կանադառնա հայկական համայնքի վրա։ Հիմա ես անշուշտ պոլիտիկյան չեմ եւ շատ չեմ ուզեր լալ, որովհետեւ շատ խրթին այսպես ասած ականատես։ Բայց որպես ականատես մենք մտավախություն ունենք իբր հայ, այսինքն նախ մեր Հալեբի քաղուտը, որը մենք կգոչենք մայր քաղուտ Սփյուռքի մեջ 30 կիլոմետր է Թուրքիո սահմանեն։ Արդյոք Թուրքիան այս հարցը նորեն սցենարիոներեն մեկը պետք է ունենանք մեր աչքին առջև։ Արդյոք Թուրքիան գտիմե որևէ մեկ քայլի, որ վնաս հասցնե մեր հայ քաղաքին Հալեբի մեջ։ Հիմա իրեն ավելի մեծ երկիրները, ավելի զորավոր երկիրները կամ իր հրամանատարները գարդոնեն թե չէ, ան ուրիշ հարց, բայց նույնիսկ ան սցենարիոյին մենք պետք է պատրաստ լինենք։ Պարոն Յակոբյան, շնորհակալ եմ մեր հարցերին պատասխանելու համար եւ ես իսկապես հուսով եմ, որ բոլոր վատագույն սցենարները կմնան այդպես սցենար իրականություն չեն դառնա։ Հաջողություն ձեզ LGBTQ հավաքին։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության ժողովի անդամ Վազգեն Յակոբյանի հետ, որը Սիրիայից է, մեր զրույցի առիթ այժմ AGB-ուն կամ ՀԲԸՄ-ը անցկացնում է իր տարեկան ժողովը, որը ամբողջությամբ կամ օրակարգի մեծ մասը նվիրված է Սիրիային։ Հայտնի է, որ Սիրիայում է գտնվում հայկական ամենաստվար համայնքը, այն հիմնականում տեղաբաշխված է Հալեպում, ըստ պարոն Յակոբյանի, հենց Հալեպում կազմակերպվել են առաջին օգնությունները, սննդամթերք է բաժանվել մարդկանց, որտեղ շատ երկար ժամանակ քաղաքը կաթվածահար է, ոչինչ չի աշխատում եւ պարզ է, որ մարդիկ իրենց այսպես ասած պաշարները սպառել են։ Հոմենտմենի միջոցով արդեն իրականացվել է եւ իրականացվում է մոտ $1 միլիոն գում ծրագրեր մարդասիրական, եւս $200,000 դրամահավաք է իրականացվել եւ գլխավոր խնդիրը այսօր սիրիահայության պահպանությունն է, դժբախտաբար մի գործ, որ հայկական բարեգործական ընդհանուր միությունը անում էր եւ նախորդ դարաշրջանին անում է եւ 21-րդ դարի սկզբին մենք անընդհատ մեր համար կենացումահու պայքար է, նայած անկախ նրանից թե պատմության որ հատվածում ենք գտնվում եւ այժմ գուցե մենք մի քիչ ավելի խելացի ենք, կազմակերպված ու տեղեկացված ունենք նաեւ հաջողված եւ դառը փորձեր ինչպես կորցնել կամ պահպանել համայնքները, հուսով ենք, որ AGB-ուն իր տարեկան ժողովին արդյունավետ որոշումներ կընդունի, որոնք երկարաժամկետ առումով կտան իրենց արդյունքները։ Եվ հիշեցնեմ, որ սիրիա-թուրքական լարվածության ֆոնին մեր մայր համայնքը, որտեղ որ հյուրընկալել է կամ ապաստան է տվել ցեղասպանության սպանված փրկվածներին, որը եղել է, այսպես ասած, որտեղից սերել է ամբողջ Սփյուռքը, դա Հալեբն է, որտեղ այսօր ամենաբազմամարդ հայկական համայնքն է եւ որը գտնվում է սահմանից ընդամենը Թուրքիայի սահմանից ընդամենը 30 կիլոմետր եւ կա մտահոգություն, որ Թուրքիան իր ռազմական մկրտումներում առաջիսլա կուղղի Հալեբ, հուսով ենք այդպես չի լինի։ Սա համառոտ, եթե բաց եք թողել մեր զրույցը, դուք դիտում եք Արտնյուզի բանաձևը, շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։